Իսկական հերոսը միշտ չէ, որ թիկնոց կամ դիմակ է կրում։ Երբեմն նրան զարդարում է թագը, իսկ նրա անունը հիշում են նույնիսկ հազարամյակներ անց։ Քրիստոսից առաջ երկրորդ դարում հայկական հողերը Սելևկյան կայսրության եւ տարբեր իշխանությունների տիրապետության տակ էին։ Սակայն կար մեկը, ով չէր կարող հաշտվել նման իրականության հետ։ Դա Արտաշեսն էր, որը Երևանդունիների հայկական տոհմից էր։ Նա ուներ երազանք վերստեղծել հայկական թագավորությունը, որը հիմնել էր դեռ Հայկ Նահապետը եւ որը ծաղկում ապրեց Վանի թագավորների ժամանակ։ Դրա համար նախ պետք էր Հայաստանից վտարել օտարներին, բայց ինչպես։ Արտաշեսը պարզապես հրաժարվեց նրանց տուրք վճարել։ Իսկ երբ հարկահավաքները Հայաստան եկան զորքով, Արտաշեսն իր ջոկատներով անսպասելիորեն հարձակվեց եւ ջախջախեց թշնամուն։ Քրիստոսից առաջ 189 թվականին Արտաշեսը դարձավ Հայաստանի արքան։ Բայց որպեսզի անկախ հայկական թագավորությունը ապագա ունենար, միայն թագ կրելը բավարար չէր։ Պետք էր կառուցել իսկապես հզոր, զարգացած պետություն։ Եվ Արտաշեսը գործի անցավ։ Նախ եւ առաջ նա միավորեց բոլոր հայկական հողերը։ Արտաշեսը գալիս էր հայաբնակ եւ հայախոս տարածքներ ոչ թե որպես զավթիչ, այլ որպես եղբայր։ Նա վերադարձնում էր հայերին իրենց տուն եւ հայոց ոստանը Հայաստանը երկար դադարից հետո միավորվեց եւ դարձավ իսկապես մեծ հայք։ Հզոր տիրություն, կանոնավոր բանակով, որը ուժեղագույններից մեկն էր հին աշխարհում։ Հայ ձիավորները մեկ օրում անցնում էին 100 կիլոմետր, իսկ նետաձիգներն այնքան դիպուկ էին, որ թշնամիներն ասում էին, սրանք ոչ թե մարդիկ են, այլ աղեղներով արծիվներ։ Արտաշեսը սովորեցնում էր իր զինվորներին հաղթել առանց դաժանության։ Նույնիսկ թշնամու երկրում նա արգելում էր սրբավայրերի թալանը եւ հարգում նվաճված ժողովուրդների պաշտամունքները։ Սակայն Արտաշեսը լավ հասկանում էր նաեւ դիվանագիտության ուժը, եւ երբ հռոմեացիները նրան դաշինք առաջարկեցին, Արտաշեսը համաձայնվեց, բայց իր պայմաններով, պահպանելով Հայաստանի անկախությունը։ Արտաշեսը Հայաստանի նոր վեհ մայրաքաղաք կառուցեց։ Դրա վայրը հուշել էր ինքը Հաննիբալը, Կարթագենի հայտնի զորավարը։ Այդ նոր քաղաքը անվանվեց Արտաշատ։ Այն լավ պաշտպանված էր հզոր պարիսպներով, բլուրներով եւ արաքս գետով։ Իսկ քաղաք տանող կամուրջները մեկ ակնթարթում կարող էին փլուզվել թշնամու առջև։ Հերիք էր միայն լծակը քաշել։ Գեղեցիկ ու բարեկարգ Արտաշատում կային տաճարներ եւ թատրոն, խճանկարներով զարդարված բաղնիքներ, ջրմուղ եւ կոյուղի։ Քաղաքում ծաղկում էին առևտուրն ու արհեստները։ Արտաշատով էր անցնում հանրահայտ մետաքսի ճանապարհը։ Որպեսզի չլինի խաբեություն եւ խարդախություն, Արտաշեսը հաստատեց կշիռների եւ չափումների միասնական համակարգ։ Իսկ երբ հարևան թագավորները փորձեցին խաբել հայ վաճառականներին, Արտաշեսը նրանց հետ առևտուրն արգելեց, մինչև նրանք չսկսեցին ազնվորեն վճարել։ Բայց արքան գիտեր, երկրի հզորության հիմքում ոչ թե քաղաքների շքեղությունն է, այլ հասարակ մարդկանց երջանկությունը։ Արտաշեսը կարգավորեց հարկերն ու օրենքները, որպեսզի պաշտպանի հողագործին, աշխատավոր մարդուն։ Նա հաճախ շրջում էր սովորական հագուստով, ծանոթանում մարդկանց կյանքին եւ խնդիրներին։ Արտաշեսը հստակեցրեց երկրի հողային տարածքների սահմանները եւ տեղադրեց հատուկ սահմանակարեր։ Այլևս ոչ ոք չէր կարող զավթել հասարակ գյուղացու հողը։ Եվ իզուր չէ, որ ժողովուրդը նրան անվանեց Արտաշես բարեպաշտ եւ բարի, հերոսացրեց նրան։ Արտաշես առաջինը ոչ միայն միավորեց հայկական հողերը եւ կառուցեց նոր քաղաքներ։ Նա ցույց տվեց բոլորին, որ Հայաստանը օտարի գավառ չէ, այլ անկախ թագավորություն։ Իսկ ամենակարևորը հային սովորեցրեց կրկին հպարտանալ իր անունով, իր երկրով ու իր պատմությամբ։